Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը որևէ մեկի համար այսպես անսպասելի չէր, որտեղ նմանատիպ այլ հայտարարություններ եւս արել էր։ Ձեր կարծիքով ի վերջո երբ արդարություն կլինի եւ առնվազն կտեսնենք Փաշինյանին գոնե դատարանում ցուցմունքներ տալուց, ինչ որ վկայություններ տալուց, որովհետեւ ամեն մի ասվածի յետևում զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում են տեսնում եւ նաեւ բազմաթիվ իրավաբաններ, փաստաբաններ Այո, ճիշտ եք, նորություն չի ասածը 22 թվականից տարբեր տեքստերով, տարբեր ձայնային երանգավորումներով ինքը այս հայտարարությունն անում է ու ամեն անգամ էս ցավացնում է մեր վերքի վրա աղա լցնում, որ գիտեք ինչ, այո, գիտակցաբար տարել եմ ձեր տղաներին զոհել եմ։ Ինչ վերաբերում է կտեսնենք դատարաններում թե ոչ, դեռ քանի իշխանության գլխում ինքնա ու իր թիմակիցները բնականաբար չեմ կարծում, որ որևէ մեկը կպատժվի կամ պատասխան կտա, առավել եւս Նիկոլ Փաշինյանը։ Այս ամենը արվում է ուրախ ավտոբուսի շրջագայությունների, այսպես տժժալու նաև հետ զուգահեռ այս առումով ինչ կարող եք ասել։ Ի վերջո ինչպես կարելի է այսքան խաղալ բազմաթիվ նաև հազարավոր, հա, այսպես զոհերի, ծնողների, հյուղիզերի, նուրբ լարերի հետ։ Իրենցից շատերը քանի անգամ տեսել եմ գրվածքները եւ այլն, որ տղաները զոհվեցին, որ մենք ուրախ ապրենք։ Իսկ տղաները չէին ուզում, որ իրանց ծնողները ուրախ ապրեն, որ իրանց ծնողները նորմալ ապրեն, հանգիստ ապրեն, որ իրանք ապրեն։ Մեր տղաները գնացին, որ մենք արժանապատիվ ապրենք ամբողջական հայրենիքում, ոչ թե մասնատված Արցախը վաճառած, մեր տղաների արյունն էլ է հետը։ Թող ուրախանան, քանի կարում են, ինչ ասեմ, հուսով եմ, էլ եմ կրկնում, իշխանափոխություն եթե լինի, մարդիկ ընտրեն այլ ղեկավարի։ Իսկ մյուսներից ինչ եք պահանջում, այսինքն, որովհետև մենք տեսնում ենք ինչ-որ խոսույթում շատ քիչ է հնչում, որ պիտի պատասխանատվության ենթարկի, հիմա առավել շատ կարծես թե կենտրոնացած են սոցիալական ինչ-որ հարցերի վրա, որտեվ մետրոյի միջադեպից հետո, հա, նորից թափ առավ այս խոսակցությունները Արցախի վերաբերյալ, զոհերի վերաբերյալ, մինչ այդ կարծես թե ավելի շատ սոցիալական, տնտեսական, այսպես հարցերն էին առաջին հերթին շոշափ։ Իմ համար ու իմ նման ծնողների համար առաջնային ոչ սոցիալական հարցերն են, ոչ տնտեսական, մեր համար մեկ հարցն ու պատասխանը, որ այս իշխանությունը, այս ռազմական գործիչները, ովքեր որ այս ամեն ինչի հետևում կանգնած էին, պատասխան տան։ Մեր համար առաջնային է դա։ Ու եթե իրանք պատասխան չտան, եկող իշխանությունը մեզ ունի պատասխան տալու։ Որովհետև չի կարա սենց հենց հեշտ ու հանգիստ մարսվի ու գնա այս ամեն ինչը։ Այսինքն միայն իշխանափոխությունը բավարար չէ։ Այո, պետքա աշխատեն, պետքա գործեն ու մեղավորներին օրենքի առաջ պատասխանատվության ենթարկեն։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ։